Ոգին ազգին օր զավակներ Վանաձորում ձյուդո մարզաձևի հիմնադրման 35-ամյակը մեծ շուքով նշվեց նախորդ տարի, հենց 2011-ին էլ առաջին անգամ անցկացվեց ձյուդոյի ստեղծմանը նվիրված հանրապետական մրցաշար եւ որոշվեց այն դարձնել ավանդական։ Խոստումը կատարված է, այս տարի էլ ձյուդոյի դերահասների եւ պատանիների հանրապետական մրցաշարին մասնակցեցին Երևանից ու բոլոր մարզերից ժամանած ձյուդոիստները, թվով 250 է։ Ձյուդոյի Լոռու մարզային ֆեդերացիան հաջորդ տարի մրցաշարի բնույթն ու աշխարհագրությունը փոխելու ծրագրեր ունի, մրցաշարը կդառնա միջազգային։ Նախորդ տարիների հետ համեմատելով մարզային ֆեդերացիայի նախագահ Գևորգ Շահինյանը նկատում է, որ մարզիկների ջանքերով մարզաձևը զարգացում է ապրել։ Նա հպարտությամբ է խոսում մեր ձյուդոիստների վերջերս ունեցած հաջողությունների մասին, նրանց օրինակը համարելով վարակիչ ձյուդոն որպես սիրելի մարզաձև ընտրած այս պատանիների համար։ Անցած տարի մենք ունեցանք հաջողություն, Եվրոպայի հաղթողներ ունեցանք երիտասարդներում, երկու եղբայրները Գորգ եւ Գարիկ Հարությունյանները։ Այնուհետև այսօր իրանց կողքը մարզվող պատանի մարզիկները նայելով իրանց փորձում են իրանց նմանվեն։ Այնուհետև ունեցել ենք Արսեն Ղազարյանը, Գագիկ Ղազարյան ակումբից, Արսեն Ղազարյանը պատանիների աշխարհի 3-րդ մրցանակի դարձավ, նման հաջողություն Հայաստանում ընդհանրապես չէր եղել, առաջի հաջողությունն էր։ Եվ Եվրոպայի չեմպիոններ չէին եղել, Վանաձորն էր առաջինը, Հայաստանում ընդհանրապես չէին եղել երիտասարդներում։ Առաջնային նպատակ է նաև հաջորդ օլիմպիական խաղերում մասնակից ունենալը, իսկ մինչ այս մրցաշարում լավագույնս հանդես եկած մարզիկներին սպասում են ֆեդերացիայի նվերները, գավաթները, դիպլոմները, նաև հնարավորություն կտրվի մարզիկներին մասնակցել Հայաստանի Հանրապետության առաջնությանը։ Սա ըստ էության մարզիկների ֆիզիկական պատրաստվածության ստուգատես է, արդյոք մարզիկը պատրաստ է մասնակցելու հանրապետական կամ միջազգային մրցաշարերի։ Աննա Պեչենևսկայա, Վազգեն Մինասյան, Մոլորակ։